ձեր շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց կանդրադառնանք մեր տաղավարից, եւ այսպես մենք գիտենք, թե ինչ աստղաբաշխական պարգևաճարներ են դուրս գրել այս իշխանությունները, միլիոնավոր փողերի մասին է խոսքը, եւ այսօր Ալեն Սիմոնյանն ըստ էության ասում է, բա պետք է այդ թոշակ բարձրացնողները լավ հագնվեն, բա մենք պետություն ենք ներկայացնում, լավ ենք անում, էլի են լինելու, ահա այսպեսի հայտարարություն են, ու այս իրականության մեջ մեր սովի մատկված թոշակառուները, որոնք մանրամատես սեզոնի, ինչպես ասում են, մինչև անգամ ցրտի եւ սառնամանիքի մեջ է, որտեղ կոմունալ ծախսերն գիտեք ինչ խայտարակ բարձր է, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն նախ վայ են պետությանը, որը Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնեին, ու վայն են հասարակությանը, ով հանդուրժում է, որ նման աստղաբաշխական թվերով պարգևավճարներ, հավելավճարներ ստանան այն պաշտոնյաները, որոնք իրոք արժանի չեն, հասկանում եք, խնդիրը որն է։ Իրենց Ալեն Սիմոնյանը խոսում է OGG-ի մասին, այսինքն օգտակար գործողության գործակցի մասին, բայց բերեք համեմատենք, հա, իրենց օգտակար գործողության գործակից այդ պաշտոններում ու հասարակության մեջ, պետության մեջ տիրող իրավիճակը լինի դա անվտանգություն, տնտեսություն, կոմունալ խնդիրներ, կենցաղային խնդիրներ, բոլոր առումներով տապալված իրավիճակ է իրենց մոտ, անգամ ձյան հետ կապված, հա, մի քիչ նորմայից բարձր ձյուն է եկել, OGG-ի մասին խոսող Ալեն Սիմոնյանն եմ ուզում ասել, իրենք անգամ չեն կարողանում փողոցները մաքրեն, միջպետական ճանապարհները մաքրեն, մշակեն, ու իրենք խոսում են OGG-ից եւ ասենք Նիկոլ Փաշինյանին 18 միլիոն դրամ պարգևավճար, հավելավճար տալուց, պատգամավորներին 3 միլիոն, 6-ից 9 միլիոն նախարարներին, ու այդպես շմնդեղ մարզպետներ եւ այլն, ու այդպես շարունակ։ Հիմա մանրամասն աստղաբաշխական թվեր են, ինչ գիտեք, որ իրենց համար դրանք աստղաբաշխական թվեր են։ Իրենց համար կարող է դա գրպանի ծախս է։ Ինչ գիտեք, թե ինչու է այս աղմուկը այսպես բարձրացել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա կարող է իր մեջ ռիսկ պարունակել քողածածկույթի, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, կոռուպցիոն դրսևորումների հետ կապված։ Իմ մոտ տպավորություն է, որ այս 18 միլիոնով, 6-9 միլիոնով, 3 միլիոնով իրենք ամենևին էլ չեն բավարարվելու ու շատ հնարավոր է, որ սա բարձրացվել, այս աղմուկը բարձրացվել է, որպեսզի քողածածկույթի տակ վերցնեն կոռուպցիոն ռիսկերն ու կոռուպցիոն դրսևորումները։ Նույն Աննա Հակոբյանի զարդերի մասին խոսել ենք, միայն մի դրվագով, ասենք 8.5 միլիոն դրամի զարդով է Աննա Հակոբյանը այսպես մասնակցել Նիկոլ Փաշինյանի ուխտի էր ինչ էր դրան։ Այսինքն եթե նայում ենք այս իրավիճակին, ապա ասենք Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարից մենակ 8-9 միլիոնը գնացել է Աննա Հակոբյանի զարդերին։ Այսինքն հասկանալի է, որ այս գումարները, որ իրենք ներկայացնում են, փորձում են նաև տպավորություն ստեղծել, խոսում են, որ տեսեք, մենք ինչքան բաց, թափանցիկ աշխատում ենք, ցույց ենք տալիս հանրությանը, թե ինչքան եկամուտներ ենք ստանում, իսկ միգուցե դա արվում է ինչ-որ բան թաքցնելու համար, իսկ միգուցե դա արվում է այն բանի համար, որ հասարակությունը հարցեր չտա, թե առանձնատներ ես դղյակները որտեղից եք ձեռք բերել, հարցեր չտա, թե մեկ անձիս գնումներով ինչու են շատացել այդ գործարքները, հարցեր չտա բյուջեի հետ կապված շատ ու շատ այլ խնդիրների, օրինակ իրենք ինչ են ասում, այս թվերը, որ բաշխել են իրար մեջ, պետական բյուջեն դրել են, ասենք, այսքան միլիոն քեզ, այսքան միլիոն քեզ եւ այլն։ 18 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, նա աչքով ունքով ժողովրդին հասկացնում էր, թե այ ժողովուրդ 3 միլիոն վարչապետ է լինելու, այդ թալանացնել վերցնելու ենք հավասարապես բաժանենք իրար մեջ։ Հիմա իրենք եկել են իշխանության, ինչ որ բան անհասկանա հարկատուների փողեր եւ այլն դրած իրար մեջ բաժանում են, բայց այդ 3 միլիոն վարչապետից որևէ մեկին 20,000 դրամ, 10,000 դրամ փող չի հասնում։ Այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են Նիկոլ Փաշինյանի այդ հեքիաթներին, որ ամեն օր ինքը պատմում է, բա մի հատ ասեիք, մի վարչապետ դու ես, մի վարչապետ էլ մենք ենք, 18 միլիոն քեզ ես պարգևավճար գրել, մի 18,000 դրամ էլ մեզ հատկացնեիր,
հունվար ամիս է, դժվար ամիս է, ամանոր է եղել այնտեղ կոմունալ վճարներ եւ այլն, ինչ որ խնդիր 18000 դրամը կլուծեր, բայց ոչ, չկա նման բան, այսինքն այն գաղափարները, որը Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ կերպով օգտագործեց, եկավ իշխանության, հիմա նա անում է դրա 180 աշճան հակառակը։ Դասական գործ կա, կոչվում է անասնաֆերմա, ով չի կարդացել խորհուրդ եմ տալիս կարդալը, անպայման կարդալ, որովհետև այս իրադարձությունները ես որ տեսնում եմ Հայաստանի ներսում, ինձ թվում է մենք ապրում ենք անասնաֆերմայի մեջ, այն մարդիկ կամ այն անասունները, անասնաֆերմայի մասին է այստեղ խոսքը, ովքեր ինչ-ինչ խոստումներով եկան իշխանության, որը ժամանակ հետո արեցին ուղիղ դրա հակառակը։ Տեսեք, այստեղ մենք միլիոնների մասին ենք խոսում, չէ, միլիոնավոր դոլարների մասին ենք խոսում, որոնք պարգևավճար է, միայն պարգևավճար, ես աշխատավարձ չեմ ասում։ Հիմա ես ուզում եմ մի հատ համեմատական բերել, որպեսզի հասկանանք, թե ինչ բերջանքի ու թշվառության մեջ է ապրում մեր պետությունը, ինչպիսի սոցիալական անարդարություն կա, սոցիալական անհավասարություն կա։ Այն մի դեպքում նախարարը ստանում է 6-ից 9 միլիոն դրամի պարգևավճար, մյուս դեպքում տեսնում ենք, օրինակ Շիրակի մարզի վրա օրինակ բերենք, ես այնտեղից թվեր ունեմ, Շիրակի մարզում աղքատությունը կազմում է 43%, այսինքն մարզի բնակչության մոտ 50%-ը աղքատ է, դրանց մի մասն էլ ծայրահեղ աղքատ է, այսինքն աղքատությունը, այսպես բառերով որ ասում ենք, չեն կարողանում պատկերացնել, հա, ասեմ, որ իրենց եկամուտը չի գերազանցում սպառողական զամբյուղը, այսինքն 40-50 հազար դրամով մարդիկ մի կերպ յոլա են գնում, հիմա համեմատեք 40-50 հազար դրամը 6 միլիոնի, 9 միլիոնի, 18 միլիոնի, 3 միլիոնի հետ, հասկանում եք ինչ ահռելի տարբերություն է, այնտեղ ամիսը մի անգամ, ամեն ամիս այդ մարդիկ 40-50 հազար են ստանում, իսկ սրանք մի անգամից ասենք 9 միլիոն։ Հաջորդը Շիրակի մարզի հետ կապված Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին 2018-ից 26 թվականների ընթացքում Շիրակի մարզում փակվել է գյուղական համայնքներում փակվել է 52 գրադարան, 52 գրադարան, այսինքն փող չունեն, ծախսեր չեն ուզում անել, գիրը, գրականությունը, գրադարանները իրենց վարած կրթական քաղաքականության մեջ գերակա ուղղություն չէ, դրել փակել են, դա ոչ միայն գյուղերում անկրթության, տգիտության խրախուսում է, այլ նաև գյուղերը այսպես դատարկելու քաղաքականության մեջ է տեղավորվում։ Ու սրանք խոսում են, հիմա ես կասեմ այդ գյուղերը դատարկելու քաղաքականությունը նաև ինչով է արտահայտվում, սրանք խոսում են կրթելը նորաձև է, չգիտեմ, պետք է կրթվես, որ շատ փող ստանաս, պետք է կրթվես, որ չգիտեմ, ինչ որ հաջողությունների հասնես, բայց գործնականում գետնի վրա, այսինքն նույն գյուղական բնակավայրերում անում են ուղիղ հակառակը։ Կարող է ինչ է, այդ աստղաբաշխական թվերով իրենք ֆինանսավորեին, ասենք, գյուղական գրադարանների վերականգնմանը, չգիտեմ, դպրոցների եւ այլն, չէ, այս դեպքում իրենք ամենակարևորը իրենց համար պարգևավճարներ են։ Դպրոցների մասին, ձեզ տարօրինակ չտվա, ես նշեցի դպրոցներ անունը, իրենք հիմա PR-վում են դպրոց կառուցելով, իբր թե էլի, ասենք այնտեղ մի երկու դպրոց վերանորոգել են, ԿՊԱ-ականները իրար հետ չտալով մտնում են եթերներ, բա տեսեք ինչեր են կանում։ Հիմա արեք ասեմ ինչ եք անում դուք։ Շիրակի մարզում խոսք է գնում 47 դպրոց փակելու մասին, 47 դպրոց միայն Շիրակի մարզում, հանրապետության ծավալով, պատկերով այդ փակվող դպրոցների քանակը շատ ավելի շատ է։ Իհարկե դրա անունը իրենք չեն դնում փակել, դնում են միավորում, օպտիմիզացիա եւ այլն եւ այլն։ Բայց իրականում տվյալ բնակավայրում, օրինակ ինչ որ մի գյուղում Շիրակի մարզում, ասենք Աղին, Հայկաձոր եւ այլն, դպրոց ֆիզիկապես գոյություն չի ունենալու, ոչ դպրոց, ոչ գրադարան, նաեւ կարծում եմ նաեւ մանկապարտեզ։ Այդ գյուղի բնակիչները, երեխաները ստիպված են լինելու մի քանի կիլոմետր, 7-10, չգիտեմ, գնալ ամեն առավոտ, ամեն օր, որպեսզի մյուս գյուղում ինչ որ վերանորոգված դպրոցում մասնակցեն դասապրոցեսի։
Այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, ասենք, եթե 3-4 դպրոց փակում ես, հաստատ այդ խնայված փողերով տարեկան ինչքան էր ծախսվում այդ դպրոցների վրա, մի հատ դպրոց կկառուցես ու դրա վրա էլ կփիառվես։ Նիկոլ Փաշինյանի արածը դա է, այսինքն կա 100 միավոր դպրոց, 50 միավորը փակում ենք, 50 միավորը վերականգնում ենք, բայց փորձում ենք չխոսել այս 50-ի մասին, փակվածների մասին, խոսել այդ վերանորոգված 50-ի մասին։ Բա հարց չեք տալիս, հարգելի գյուղաբնակներ, դուք պահանջ չունեք այս կառավարությունից, մինչև 26 թիվը որևէ բան չեն անելու, բայց 26 թվից հետո, եթե հանկարծ իրենք իշխանություն ունեցան, բայց ես կարծում եմ չեն ունենալու այդ իշխանությունը, որևէ շանս չկա, որ իրենք այդ իշխանությունը կունենան, նաև ձեր աջակցությամբ հետևություններ արեք։ Եթե ձեր տված քվեն այս իշխանությանը, դա քվե է, որպեսզի ձեր համայնքում, ձեր գյուղում, ձեր քաղաքում որևէ դպրոց, որևէ գրադարան փակվի, առնվազն, այն մնացած ռիսկերի մասին ես չեմ խոսում։ Հաջորդը համեմատական, հա, իրենք միլիոններ, այստեղ դպրոցներ փակել։ Շիրակի մարզում, որտեղ 50% աղքատ է, տեղի է ունեցել գյուղատնտեսական համախառն արդյունքի հսկայական անկում, մոտավորապես 9 միլիարդ դրամի։ 9 միլիարդով Նիկոլի իշխանության տարիներին համախառն արդյունքը անկում է ապրել, արտադրանքը։ Եվ այստեղ շատ կարևոր մի թիվ ասեմ, անասնապահական ռեգիոն է համարվում այնտեղ եւ այլն, գյուղատնտեսության զարգացումից են խոսում, ում քնից արթնացնես մի հատ ծրագրի, խոճուց ծրագրի անուն կտա, բայց փաստը մնում է փաստ, որ 23000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Շիրակի մարզում պակասել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Մի թեթև աճել է ոչխարների եւ այծերի թիվը։ Հիմա այս իրավիճակում, երբ մի կողմից կա ռեալ թշվառ իրավիճակ մարզերում, ես կարծում եմ մյուս մարզերում էլ նույն իրավիճակ, ասենք կարող Սյունիքը տարբերվի, բայց դա իշխանություններից անկախ է, որովհետև այնտեղ հանքարդյունաբերություն կա, մարդիկ նորմալ աշխատում ապրում են, անկախ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վարած քաղաքականության, իսկ մնացած մասերը պլյուս-մինուս նույնն են։ Հիմա խոսում են Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին, գանք սահմանամերձ շրջաններ, Արմավիրն է, այնտեղ Արարատն է, ովքեր ապրում են, այդ մարդիկ ապրում են Արարատյան դաշտի հաշվին։ Արարատյան դաշտից ստացված բարիքների բերքի հաշվին։ Հիմա հավատում եք, որ այս կառավարությունը, եթե բացեց հայ-թուրքական սահմանը, պրոտեկցիոնալիստական քաղաքականություն է վարելու, այսինքն պաշտպանելու է հայ գյուղացուն հնարավոր գյուղատնտեսական էքսպանսիայից Թուրքիայի կողմից։ Օրինակ ես չեմ հավատում։ Ես մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ հայկական շուկան ողողված է թուրքական գյուղմթերքով, Արարատյան դաշտի ժողովուրդը, որտեղ շատ մեծ տոկոս կար համենայն դեպս հիմա չգիտեմ Նիկոլ Փաշինյան պաշտպանողների, ուղղակի նայում են իրենց չորացած արտերին։ Ու այլևս ոչինչ հնարավոր չի լինի անել։ Բայց այդ դեպքում քաղաքաբնակներին կխաբեն, որ ծրի էժան լոլիկ եք ուտում, էժան խնձոր եք ուտում, էժան չգիտեմ կարտոֆիլ եք ուտում եւ այլն։ Ոչինչ որ թուրքական է, կարևորը էժան է։ Հիմա ինչպես են հայ հասարակությանը համոզում, հա, ոչինչ որ բենզինը ադրբեջանական է, ոչինչ որ դրա մեջ հազարավոր հայ տղաների այրուն կա, եթե այլաբանական ձևով խոսենք, կարևորը էժան է։ Հասկանում եք, արժե ոչ միայն այստեղ տնտեսական փլուզում է տեղի ունենում, ֆինանսական, ոչ միայն սոցիալական անարդարությունն է խորանում, այլ նաև արժե համակարգային անկման մեջ են, գահավիժման մեջ են գտնվում։ Մենք արժե համակարգային բարոյական արժեքների տեսակետից գահավիժման մեջ ենք։ Մենք այրունը փոխում ենք բենզինի հետ։ Հասկանում եք, որևէ մեկը պատերազմի կոչ չի անում, որևէ մեկը չի ասում, որ պետք է հրացանը վերցնել, արդեն վաղը հարձակվել Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այն որ ինքը խաղաղություն է դրել անը, դա ամենակարճ ճանապարհն է դեպի պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է տանում պատերազմ, որովհետև քանի դու կերակրում ես հրեշին, այս դեպքում հրեշը ասենք,
նույն Ադրբեջանն է Ալիևի տեսքով, հրեշի ախորժակը ավելի է մեծանում։ Երկրագնդի մեջ, մարդկության պատմության, համաշխարհային պատմության մեջ չի եղել դեպք, երբ կերակրես ագրեսորին խաղաղացնելու քաղաքականություն վարես, այսինքն այս մեկն էլ դու, կկվի հեքիաթի նման, հա, այս մեկն էլ դու կբավարարվեմ ու ինչ-որ մի պահ կանկառնեմ, չկա նման բան, ինչքան տալիս ես դրա կրկնապատիկը ուզելու են և ուզում են, այդքան տվեցին, հողերը տվեցին, Արցախը տվեցին, Հայաստանի սահմանների որոշ մասեր, լճերը եւ Ասև լիճը եւ այլն օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, այնտեղ դիրքեր գնալու համար հայ զինվորը ստիպված անցնում է ադրբեջանցիների հսկողության ներքո ու այս իրավիճակում հասկանում եք մենք մի հանգրվանի ենք հասել, որ այլևս այս ամեն ինչը հնարավոր չի այդ կզած ձևով հասնել խաղաղության։ Մենք կզած հասնելու ենք պատերազմի եւ տանուլ ենք տալիս թե պատերազմը, թե նաեւ խաղաղությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությունը վերջի վերջո հանգեցնելու է շատ դաժան արդյունքների։ Ես կարծում եմ, որ եթե այս քաղաքականությունը շարունակվի, ինչ որ մի օր մենք ռազմական հակամարտության մեջ ենք հայտնվելու Ադրբեջանի հետ։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել տեսանելի ժամանակահատվածում կանխատեսելիության առումով, որովհետև գիտեք ինչն է խնդիրը, շատ են եղել նման փորձեր, այսինքն երբ որ մենք պատմության դասերը չենք քաղում, մենք միշտ հայտնվում ենք պատմության աղբանոցում։ Եվրոպայի օրինակը Հիտլերին խաղաղեցնելու շատ ցայտուն է, Չեմբերլենը ասում Հիտլերին երբ զիջեցին Չեխոսլովակիայի Մարսը այնտեղ հելավ ասեց մենք բերել ենք Եվրոպային խաղաղություն։ Դա այդ հայտարարությունից հետո կարծեմ 1 տարի էլ չանցավ, երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը տասնյակ միլիոնավոր զոհերով։ Նույնը անում է Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը ասում է սահմանադրություն փոխում ենք, Ալիևը ասում է քանդի հայ առաքելական եկեղեցին քանդում ենք, Ալիևը ասում է Տավուշից այսքան հող տուր, տալիս ենք, Ալիևը էս ասում, խնդիր չկա, Ալիևը ասում է 150,000, 300,000, չգիտեմ ինչ թվերի մասին է խոսքը, ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Հիմա չեմ են անում, ուշադիր եղեք, որոշ ժամանակ հետո սկսվելու է քարոզ 100,000-ավոր ադրբեջանցիների Հայաստան վերադարձնելու եւ Ալիևը հասնելու է այդ նպատակին, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, բայց կարծում եմ չի մնալու իշխանության։ Ու այդպես շարքը շատ երկար կարելի է շարունակել։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, վերադառնալով հենց խոսքի սկզբին, մի իշխանություն ունենք, որը կառավարման առումով օգտակար գործողության գործակիցը տատանվում է մինուս անվերջությունից միջև պլյուս 5 մոտավորապես այդ սանդղակով 100-ից։ Խնդրեմ շարունակեք։ Հիմա այս օգտակար գործողության գործակից ունեցող իշխանությունը, որը զրոյի է ցկտում, հա, խոսում է լավ աշխատելու մասին, լավ աշխատելու համար միլիոնավոր դրամների պարգևաբճար ստանալու մասին։ Ու Նիկոլ Փաշինյանը դա հիմնավորում է նրանով, որ իրենք իբր այդ պրոֆեսիոնալներ են, որ պարգևաբճար է տվել, եւ եթե իրենք այդքան բարձր աշխատավարձ չտան, այդ մարդիկ գնալու են մասնավոր ոլորտում աշխատեն։ Հարգելիներս, մի հատ բացեք կենսագրությունները, նայեք թե ովքեր են եղել Պանիկովսկիները հեղափոխությունից առաջ։ Նայեք թե այդ մարդիկ ինչով են զբաղվել, ինչ են արել, ինչ եկամուտ են ունեցել, ինչ են աշխատել, լինի նախարար, չգիտեմ, քաղաքապետ եւ այլն։ Բացեք, տեսեք։ Այդ հիմա եթե այդ մարդկանց ովքեր ասենք 6-9 միլիոն, 7 միլիոն պարգևաբճար են ստանում, իշխանությունից զրկես, ասես այլևս դու իշխանություն չես։ Իրենց ասենք մի հատ խանութում մի բաժին չեն վստահի, որպեսզի ղեկավարի մենեջերություն անի այնտեղ։ Ինչի մասին է խոսքը։ Դրանց ով է գործի ընդունելու, դրանք ինչ մրցակցային առավելություններ ունեն, բացի այն, որ հիմա իրենք այդ պաշտոնում հայտնվել են,
մի առավելության, ճակերտավոր առավելության, որովհետև նրանք փառաբանում են Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագրի անդամ են եւ այլն։ Այլ առավելություն այդ մարդիկ չունեն։ Եվ այս պարգևավճարների բաժանումը այս չափով նաեւ պայմանավորված է եւս մեկ հանգամանքով, ես կարծում եմ, որ դա այդպես է։ 26 թվականի ընտրություններն է, իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը շատ է պետք, ադմինիստրատիվ ռեսուրսը իրենք փորձելու են օգտագործել, բայց տեղել են ձախողելու եւ հիմա կոպիտ ասած, այսպես պայմանական բառ օգտագործենք, ընտրակաշարք են այստեղ տալիս, կոպիտ ասած, հա, որ տեսեք, մենք իշխանության մնալու դեպքում ձեր մոտ այսպես է լինելու միլիոնավոր դրամների պարգևավճար եք ստանալու, չեք ստանալու, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը մնաց, չի մնալու, հաստատ համոզված եղեք, չի մնալու Նիկոլ Փաշինյանը 26 թվականի ընտրություններից հետո, բայց հիպոթետիկ պատկերացնենք, եթե անգամ մնաց, նա ձեր քթից է բերելու այս միլիոնավոր դրամների պարգևավճարները, դուք մյուս տարիներին ոչինչ չեք ստանալու, ընդհանրապես ոչինչ չեք ստանալու, քանի որ տնտեսությունը սահմանափակ է եւ գնալով ավելի է սահմանափակվելու եւ մենք կանգնելու ենք այս իշխանության դեպքում դա ոչ միայն անվտանգային կատաստրոֆայի, որի առաջ արդեն կանգնել ենք, այլ կանգնելու ենք նաեւ տնտեսական կատաստրոֆայի առջև կանգնել ենք ըստ էության, բայց դրա այսպես ռեզոնանսները դեռ ուժեղ չեն, շատ շուտով մենք այդ ամեն ինչը զգալու ենք, մանր բիզնեսի հետ կապված, միջին բիզնեսի հետ կապված հսկայական խնդիրներ կա, թոշակառ, տեսեք, այս մարդիկ ուղղակի թոշակառուներին ձեռ են առնում։ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից ասում է, դե կարենք 10,000 բարձրացնենք աշխատավարձը, բայց դե գիտենք, որ չեն կարողանալու նորմալ ծախսել այդ 10,000 դրամը, որոշեցին մենք մեր հայեցողությամբ ծախսել ու մցրել են պարտադիր բժշկական ապահովագրություն։ Հավելյալ նախ դա հավելյալ բեռ է մանր միջին բիզնեսի համար, մարդկանց համար բեռ է դառնում, ներդրված համակարգը խիստ թերի է, անհասկանալի է, թե այնտեղ ով ում բարեկամն է։ Ես համոզված եմ, որ այդ թերի ստեղծած համակարգի մեջ միլիոնավոր դոլարներ են կորելու, հայտնվելու են ոմանց գրպանում, թոշակառուները չեն ստանալու հավուր պատշաճի բժշկական օգնություն, հարուսվելու են մի շարք դեռևս անտեսանելի խնդիրներ, դե բնականաբար այդ միլիոնավոր դոլարները, որ պետք է գնային թոշակառուների թոշակի բարձրացմանը, իրենց չինովնիկական այդ համակարգերում ուղղակի անհայտանալու է եւ որակյալ առողջապահություն կրկին չի ունենալու հայ թոշակառուն եւ մնացածը նույնպես, ինչպես հիմա խայտարակ իրավիճակ է, չէ՞, բժշկական համակարգում, առողջապահական համակարգում, որովհետեւ ասենք առողջապահության նախարարը Նիկոլ Փաշինյանի հետ ընկած չգիտեմ, սրտիկներ է անում, կեղծ պատարակների է մասնակցում, այդ մարդու դարդու ցավ է, ասում Նիկոլ Փաշինյանի հետ, չգիտեմ, կեղծ պատարակների գնալ, սրտիկներ անել, քաղաքական անիմաստ հայտարարություններով հանդես գալ, մյուսները նույնը, այսինքն այդ մարդու օգեգեն առողջապահության ոլորտում զրոյական է, բայց ասենք քարոզչական առումով Նիկոլ Փաշինյանին փառաբանում է, դրա համար էլ այդ պաշտոնում է, այսինքն նախ թոշակառուների մտավոր ունակություններն է կասկածի տակ առնում Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարություններով, հետո մյուս առումով, ասենք մարդիկ 10,000 դրամի, 20,000 դրամի կարոտ են, բայց իրենք, ասենք խոսում են 6 միլիոն դրամի, 9 միլիոն, 18 միլիոն դրան արժանի լինելու համար, լավ, այն նրանք արժանի չեն գոնե 10,000 դրամի, այս մարդիկ կտրվել են իրականությունից, այս մարդիկ հղպացել են, այս մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանին ինչ են զեկուցում, բայց ես կցանկանայի տեղեկացնել, որ իրավիճակին դուք այլևս չեք տիրապետում, ոչ անվտանգային, ոչ սոցիալ-տնտեսական եւ ոչ էլ մնացած առումներով։ Այս մասով երևի այսքան է, մյուս մասը երևի
թեման, որ կցանկանայինք անդրադառնալ, քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, այո, հիմա շարունակվում են խոշտանգումները ըստ էության, մեր հայրենակիցները շարունակում են եւ Բաքվի բանտերում, եւ Հայաստանի բանտերում խոշտանգվել, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ընտրությունների նախաշեմին ավելի է հասկանալու Նիկոլ Փաշինյանի բռնատիրական նկարտումները, բռնաճնշումները տարբեր խավերի նկատմամբ, քաղաքական, հոգևոր, հասարակական, լրագրողական, ամենակարևորը, ես կարծում եմ, որ հաջորդը լինելու են կամ զուգահեռ լինելու է լրագրողական հարույթը, լրատվամիջոցները, առանձին լրագրողներ եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ճիշտ կլներ, որ ճիշտ ճակերտների մեջ, ասենք մի հատ ցուրտ վայր վերցնեն, ասենք Կամասիայի տարածաշրջանը, Թուրքիայի սահմանի մոտ, այնտեղ ստեղծի համակենտրոնացման ճամբար, որովհետեւ ինչքան հասկանում եմ, այլևս Հայաստանի բանդերում այն ինչ որ արկա է, այլևս տեղ չկա ու չի լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է բանդերը լցնել հազարավոր քաղբանտարկյալներով, այս դինամիկան, այն ինչ որ ինքը անում է, միայն դա է հուշում, այսինքն եթե վերցնում ենք կանխատեսելիության ինչ որ մի շրջան, ինչ որ մի հատված, ապա եթե այս տեմպերով շարունակվի, բանդերում տեղ չի լինելու եւ հավելյալ կոնցենտրացիոն լագերի անհրաժեշտություն է առաջանալու, թող այնտեղ ստեղծի առանձնացնի, քրեական հանցագործներից, այնտեղ տեղափոխի քաղաքական, քաղաքական գործիչներին, հոգեվորականներին, լրագրողներին, որոնց պատրաստվում է, ինձ թվում է, որոշակի ձերբակալությունների եւ այլն, տանի այնտեղ տեղավորի մարդը, որովհետեւ նա հասկացել է, որ 26 թվականի ընտրություններին իր շանսերը գրեթե զրոյական է, որ ինքը կարողանա վերընտրվել։ Հետևաբար իր միակ հույսը դա ռեպրեսիաներն են, ագրեսիվ գեբելսյան քարոզությունը, իրավապահ համակարգը ու ադմինիստրատիվ ռեսուրսը։ Ինքը այլևս հույս չունի, որ իրեն հաղթանակին մոտ քվե է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Դրա համար ինքը ընկած կազմաքանդում է քաղաքական համակարգ արդեն վաղուց կազմաքանդել էր, հասարակական համակարգեն, հասարակական կազմակերպություններ, վերահսկողներ եւ այլն, հիշում եք նախկինների ժամանակ ինչքան էին, դրանց մի մասին ըստ էության գոնգո են սարքել, մյուս մասը ձեները կտրել են, եկեղեցին բնականաբար այստեղ ադրբեջանա-թուրքական պահանջի շրջանակներում է եւ գլոբալիստական կենտրոնների պահանջի շրջանակներում է ամեն ինչ անում եկեղեցին կազմաքանդելու եւ այս իրավիճակում երբ ընտրությունները մոտենում են շատ կարեւոր դեր են կատարելու լրատվամիջոցները եւ լրագրողները այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվելու են հենց իրենք արդեն անոնսը իրենք անում են տևական ժամանակ է անոնսը անում են ու եթե անգամ Նիկոլ Փաշինյանը չնայած արդեն տապալվելու մոտ է վերջնականապես տապալվի եկեղեցու դեմ պայքարում եւ մի կողմ շպրտվի ինքը դրանից հետո անցնելու է լրագրողներին եւ ԶԼՄ-ներին միանշանակ տեղի են ունենալու լրատվամիջոցների փակում քրեական գործերի հարուցում հարկային բռնաճնշումներ առանձին վերցրած լրագրողների կամ սեփականատերերի բանտարկություն տրամաբանությունը դա է հուշում եւ այս իրավիճակում ես կարծում եմ որ հասարակությունը քաղաքական դաշտը պետք է մոբիլիզացվի ես բացարձակ միասնականության մասին չեմ խոսում որը հնարավոր չէ բայց ընդդիմության մեջ պետք է ստեղծել ուժային կենտրոն որը պետք է իր շուրջ միավորի հիմնական խաղացողներին քաղաքական անհատ քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող մարդկանց մասին է խոսքը հասարակության մեջ եւ այդ միասնական դաշինքով նախ ընտրություններից առաջ փորձի հանրային քաղաքական ճնշումով Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնել որպեսզի նրա ռեպրեսիաները բոլոր հնարավոր սահմանները չանցնեն քիչ թվով մարդիկ հասնեն այդ բանին որ քիչ թվով մարդիկ կարողանա բանտարկել
այլապես եթե Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բաց թողեցին, ինքը տոտալ ստալինյան բռնաճնշումները ուղղակի այստեղ երեխայություն են թվալու։ Եվ այս իրավիճակում պետք է այդ միասնականությունը նախ այդ բռնաճնշումների դեմն առնելու համար շատ հիանալի կլինի, եթե իսպառ վերացնեն, հնարավոր լինի կանգնացնել Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները եւ այնտեղ հանիրավի պահվող մարդկանց դուրս բերել բանդերից, որովհետեւ այլևս անտանելի է, հասկանում եք, այնտեղ մարդիկ ունեն առողջական խնդիրներ, հոգեբանական խնդիրներ, մարդիկ այնտեղ նստած են քաղաքական հետապնդողների մասը, քաղաքական դրդապատճառով հետապնդողների մասին եմ խոսում, անարդարացի ոչ մի բանի համար, սա նաև ոչ միայն ֆիզիկական առողջության վրա է ազդում, նաև հոգեբանական առողջության վրա է ազդում, սրբազաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, այսինքն ով իրեն ձեռք չի տալիս, ասում են բռնեք ինչ որ մի հատ գործ գցեք բանդ։ Այդտեղ տնային կանանքներ, վարչական կանանքներ, այսինքն ոչ միայն բանդերում է այդ բռնաճնշումները, այլ բանդերից դուրս էլ նման բան կա, չէ՞։ Ինչ որ ասենք մարդ հայտնվել տանն է կամ չգիտեմ կալանավայրում չէ, այդ մարդու նկատմամբ հսկայական պրեսինգ կա իրավապահ համակարգի կողմից, ոստիկանության կողմից։ Այսինքն ստեղծել է մի վիճակ, երբ բոլոր լծակները իրեն են պատկանում, պետության հետ անում է այն ինչ ուզում է, եւ պատային վիճակ է, չգիտես ինչ անես, այս իրավիճակում Մայր Հայաստանը առաջարկում է մոբիլիզացնել ընդդիմադիր դաշտի հիմնական գործող ուժերի գործիչներին, հանդես գալ միասնական ճակատով եւ փորձել կանխել այս ամեն ինչը մինչև ընտրությունները, իսկ արդեն ընտրություններին ջախջախի չարված հասցնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ միասնական ճակատը ըստ էության երաշխիք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վերարտադրվել։ Հնարավոր երկու սցենար կա, մեկը Գյումրին է, մյուսը Վանաձորը։ Գյումրին մասնատված ընդդիմությունը գնաց եւ հաջողության հասավ, Վանաձորում, Վաղարշապատում այդ էլի բարակցված ընդդիմությունը գնաց, բայց հաջողության հասավ քաղաքացիական պայմանագիրը։ Որ մոդելն է աշխատել, ինձ թվում է Վաղարշապատինը կաշխատի։ Եվ այդ սցենարը կանխելու համար Մայր Հայաստանը առաջարկում է հանդես գալ միասնական ճակատով, միասնական դաշտով, ես կրկնում եմ, բացարձակ միասնականության մասին խոսելը անիմաստ է, բայց ընդդիմադիր դաշտի հիմնական մասին մոբիլիզացնելը առավել քան ռեալ է։ Տեսեք, շատ շատերը ասում են մենք պետություն ենք կորցնում, կործանվում ենք, թրքանում է, Հայաստանը հանձնում է Թուրքին, էս է անում, այն է անում, Ադրբեջանին եւ այլն, դոշ են ծեծում, բայց իրենց ասում ես, արի, ասենք կանգնի այս մարդու կողքը, որպեսզի ինչ որ խնդիր լուծենք, ասում են, չէ, ես այդ մարդու կողքը կանգնողը չեմ, անձնական հակակրանք ունեմ, չգիտեմ, իմ շահերը չի համընկնում իր շահերի հետ եւ այլն, հազար մի պատճառ կբերեն։ Եղբայր, եթե դու խոսում ես պետության կործանվելու մասին, ու քո անձնական վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ չես կարողանում հաղթահարել, ինչ որ ընդհանուր կողանուն, ինչ որ ընդհանուր գործի հայրենիքի փրկության, ապա կամ դու կեղծ հայտարարություններ ես անում, կամ վիճակը այդքան էլ վատ չի։ Ինձ թվում է առաջի տարբերակն է։ Այսինքն կարծում եմ, որ եթե հաղթահարվի եսակենտրոնությունը քաղաքական դաշտում, մանր խնդիրները մի կողմ դրվեն, առաջնորդվեն գլոբալ նպատակներով, ստեղծեն միասնական կենտրոն ստեղծելու տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա մինչև 26 թվականի ընտրություններին երաշխավորված Նիկոլ Փաշինյանը գնալու է, եթե այդ մոբիլիզացիան շատ էսկալացիան շատ արագ տեղի ունենա շատ մեծ ծավալներով, կարծում եմ մինչև 26 թվականը այդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը անգամ չի մասնակցի, Հայաստանում էլ չի լինելու իր փոքրաթիվ խմբակով։ Այսինքն հիմա մենք նշեցինք բազմաթիվ խնդիրներ, հիմա եկել ենք առաջարկում ենք լուծումներ։ Առաջինը, այս ամեն ինչը կանխելու սկիզբը դնելու համար պետք է միավորվել, միասնական դաշտ ստեղծել, ուժային կենտրոն ստեղծել ընդդիմադիր դաշտում, միասնական ուժերով հասնել այս չարիքի վերացմանը։ Տեսեք, դաշտը այնքան են ֆրագմենտացրել սրանք,
նաև իրենք խրախուսել են տարբեր ընդդիմադիր ուժերի միջև բախումներ, հակակրանքի առաջացում, ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև հասարակական տարբեր շերտերի եւ այլն, ու այդ մարդիկ այնքան են թշնամացել իրար հետ, որ պրոբլեմ ունեն անգամ ֆիզիկապես իրար կողք կանգնելու համար։ Հիմա Քաղբանտարկյանի թեմայով, ասենք, մեկի համար շատ են խոսում, մեկի համար քիչ են խոսում, որովհետև մեկը սրա հետ չունի, այդ նստողը նրան հայել էր, հետևաբար ինքը իրեն բարոյական իրավունք չի վերապահում, ինչ-որ բառ ասի եւ այլն։ Այսինքն այս ֆրագմենտացիան, ընդդիմադիր դաշտի սեգմենտիզացիան ազդում է, օգնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունը պահելու համար եւ կօգնի նաև վերարտադրվելու համար 26 թվականին, եթե ընդդիմադիր դաշտին չհաջողվի միավորվել։ Մայր Հայաստանը հանդես է գալիս այդ Մերանի դեպքում, հանդես է գալիս նախաձեռնողականությամբ դաշտը միավորելու եւ այն մարդիկ, ովքեր կվիժեցնեն, կփորձեն վիժեցնել, ես համոզված եմ ինչ-որ բան տեղի ունենալու է ամեն դեպքում, կփորձեն վիժեցնել այս միավորման գործընթացը, ուժային կենտրոն ստեղծելու գործընթացը իրենց արժանի գնահատականը կստանան։ Երևի այսքանը, շնորհակալություն։